Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կոնկրետ ազդեցություն կունենա տարիների վեր առկա հայ-իրանական նախագծերի վրա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին։ Դեսպանը հավելեց, հավանաբար օգոստոսին Հայաստան կայցելի Իրանի առաջին փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը։ Վստահ եղեք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կոնկրետ ազդեցություն կունենա հայ-իրանական նախագծերի վրա։ Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա իր հարաբերությունները հարևանների հետ էլ ավելի զարգացնել։ Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք և այդ հարաբերությունները էլ ավելի կզարգանան։ Հայաստանն ու Իրանը ամենաբարձր մակարդակով տարիներ ի վեր խոսում են մի շարք նախագծերի՝ Մեղրիի հեկի երկաթուղու բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի մասին, սակայն գործը տեղից չի շարժվում։ Իսկ մեկ այլ խոշոր նախագծի՝ Հայաստանում իրանական սահմանի մոտ նավթավերամշակման գործարանի մասին ընդհանրապես էլ չեն խոսում։ Հավանաբար առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստան կայցելի Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը։ Այդ այցը կլինի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած այցին ի պատասխան։ Նման մակարդակի այցը, եթե իրականանա, անշուշտ իր ազդեցությունը կթողնի մեր հարաբերությունների վրա։ Դեսպանին խնդրեցինք ներկայացնել, հատկապես ինչ հարցերի շուրջ է Իրանի փոխնախագահը բանակցություններ վարելու Երևանում։ Իրանի փոխնախագահ Ջահանգիրիի այցի ընթացքում նախևառաջ քննարկվելու է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի հարցը։ Այդ նախագիծը բավականին լուրջ ներդրումների կարիք ունի։ Թերևս տեղյակ եք, որ Իրանի ֆինանսական կարողությունները դեռևս սառեցված են և ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ գումարները ամբողջովին ապասառեցվեն։ Իրանի նպատակն է կյանքի կոչել այն նախագծերը, որոնք ստորագրվել են Հայաստանի հետ։ Մոհամմադ Ռեյիսին խոսեց նաև հայ-իրանական երկաթգծից։ Այդ երկաթգծի կառուցման շուրջ հայ-իրանական բանակցություններ նախկինում տեղի ունեցել են։ Այն կառուցելու համար հարկավոր է 3 միլիարդ 200 միլիոն դոլար և որպեսզի այն կյանքի կոչվի, ներդնող է պետք, սակայն լուրջ ներդնող առ այսօր չի գտնվել։